Սուրբ Աննա եկեղեցում Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալված 18-ամյա Դավիթ Մինասյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդության քննությունն ավարտվել է։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ շուրջ 6 ժամ քննությունից հետո հայտնել է, որ դատարանը որոշումը կհրապարակի այսօր ժամը 12-ին։ Ամբողջը ներկայացվեց, բայց Դավիթիս էլի տարան բնականաբար ԶՊՎ։ Ես գտնում եմ, որ ընդհանրապես խափանման միջոց չպետք է կիրառվի, որտեղ իմ բոլոր գոլեգաները հիմնավորեցին, մենք հիմնավորեցինք, որ ընդհանրապես բացակայում է հիմնավոր կասկածը։ Բայց հաշվի առնելով Դավիթ Մինասյանին անձը, հաշվի առնելով 18 տարեկան լինելու հանգամանքը, հաշվի առնելով մի շարք այլ հանգամանքներ, ինչի մասին խոսել եմ, միջնորդել ենք նաև այլընտրանքային խափանման միջոցներ։ Խոսքը գնում է 18 տարեկան միջին ծանրության ենթադրյալ հանցագործության մասին։ Նա ընդամենը 18 տարեկան է, նոր է դարձել 18 տարեկան։ Չի էլ կողմնորոշվում, թե իր հետ ինչ է կատարվում։ Նոր ինձ հարցում է, բա հիմա ինձ ինչ են անելու, բա հիմա ինձ ուր են տանելու։ Չի էլ պատկերացնում, ինչ պետք է լինի իր հետ։ Անկեղծ ես Դավիթին նայում եմ ու չգիտեի, ասում եմ, խնդրում եմ Դավիթ ջան, հույսով եմ վաղը արդեն տուն են գնալու, էս մի օրն էլ բալես դիմացի, անկեղծ եմ ասում, այդպես եմ իրան ճանապարհել։